Գիրք Միքիա, գլուխ 3. Եվ ես ասացի. մեկ լսեցեք, ով Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը, դուք բարինատողներդ և չարասիրողներդ, որ մաշկում եք մարդկանց կաշին իրենց վրեիցը և նրանց միսը իրենց ոսկորներիցը, որ ուտում եք իմ ժողովրդի միսը և պլոկում եք նրանց կաշին իրենց վրեիցը և նրանց ոսկորները փշրում և նրանց կտորում ինչպես կաթսայում և ինչպես միս պտուկի մեջ, այն ժամանակ կաղաղակեն դեպի Տերը և նրանց չի պատասխանել նա և իր երեսը կծածկե նրանցից այն ժամանակին, որովհետև նրանք չարացրել են իրենց արարքները։ Այսպես է ասում Տերը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարեների մասին, որ կծում են իրենց ատամներովը և աղաղակում խաղաղություն, և ով որ նրանց բերանը մի բան չդնե, նրա դեմ պատերազմ կհրատարակեն։ Վասնվորո գիշեր կլինի ձեզ, որ տեսիլք չտեսնեք, և ձեզ խավար կլինի, որ գուշակություն չանեք, և արեգակը պիտի մար մտնե մարգարեների վրա, և օրը խավարե նրանց վրա, և պիտի ամաչեն տեսանողները, և պիտի ամոթահարվին գուշակողները, և իրանց շրթունքները ծածկեն նրանք ամենքը, որովհետև չկա Աստծո պատասխան։ Սակայն ես լցված եմ զորությունով, Տիրոջ հոգովը, նաև դատաստանով ու արիությունով, որ իմացնեմ Հակոբին իր հանցանքը և Իսրայելին իր մեղքը։ Մեկ սա լսեցեք, ով Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, իրավունքի զզվողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում եք, Սիոնը արյունահեղությամբ շինելով և Երուսաղեմը անիրավությամբ։ Նրա գլխավորները կաշառքով են դատում, և նրա քահանաները վարձքով են սովորեցնում, և նրա մարգարեները փողով են մարգարեանում, և Տիրոջ վրա են կռնում ասելով. չէ՞ որ Տերը մեր մեջն է, մեզ վրա չարիք չի գա։ Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի իբրև ագարակ հերկվի, և Երուսաղեմը ավերակների դեզեր դառնա, և տաճարի սարը անտառի բարձրավանդակներ։